Քաղաքական տեխնոլոգիաները շատ հազարգացել են, հասկանալի է, որ սանտեխնիկը եւ համալսարանի դասախոսը տարբեր մի հասարակություն են, բայց տարբեր կերպարներ, հա? Եվ միասնական բոլորին դիտարկել Որոշ շերտեր եք ուզում հատ-հատ նայեն։ Հատ-հատ չեմ ուզում նայել, բայց պետությունը, պետական այդ կառույցությունը հատ-հատ են նայում։ Եվ եթե սանտեխնիկի համար մի բան է հարկավոր, դասախոսի համար այլ բան, երիտասարդի համար այլ, տարիքայինով։ Պես էլ անում են ամեն մեկին իր ձևով եւ այդ հարաբերությունների մեջ պետական քարոզչություն հասարակ մարդ իր կյանքով ապրող մարդը պարտվող է քարոզչությունը շատ ուժեղ հզոր է մարդու վրա հոգեբանական ուժեղ ազդեցություն է դրա վրա հենված է առհասարակ պետությունների կայունությունը բոլոր պետությունները ունեն պետական քարոզչություն եւ այլն այդ տրամաբանական երևույթ է եւ անհատը այստեղ պարտվող է Եվրոմիության մուտքը տարածաշրջան պետք է փակվի, այսինքն Վրաստանը եւ Հայաստանը Եվրոմիությունը ցանկանում է Վրաստանը եւ Հայաստանը ընդգրկել իր կազմ իսկ Ռուսաստանը, Թուրքիան դիմադրում են դրան եւ այդ 3 գումարած 3 կոչված ֆորմատը դա պարզապես թարգմանելով հայերեն հետեւյալն է ոչ Եվրոմիության ցանկություններին աշխարհակական պլաններին եւ բարբերաբար իրենք հանդիպում են ու հավատարիմ լինելու մասին այդ ծրագրին ասում են իսկ դա ինչ է նշանակում դա նշանակում է ճնշում Հայաստանի եւ Վրաստանի վրա որպեսզի Հայաստանը եւ Վրաստանը ճնշում խրախուսում մի խոսքով կապ չունի ինչպես որ իրենք չէ Եվրոմիության կազմ դեպի Եվրոմիության կազմ չգնան խնդիրը ինչու մնա Ադրբեջանը մոտեցավ ընդհուպ են կետին որից հետո պատժամիջոցներ են սկսվում Եվ հիմա անհրաժեշտ է ինչ-որ, այսպես ասած, որոշում կայացնել այդ խաղաղության պայմանագրի շուրջ։ Ադրբեջանը Ալիևը չուզում է այդ քայլին գնալ, որովհետև իր համար խնդիրը լուծված չի։ Այսինքն խաղաղության պայմանագիրը Փաշինյանի հետ Ալիևը դիտարկում է որպես հնարավորություն Փաշինյանին թռնել։ Պուտին Ալիև Փաշինյան միասին կազմակերպել են հայերի էթնիկ զտումը Արցախում։ Իսկ հիմա եթե խաղաղության պայմանագիր կնքվի, ստացվում է Ալիևի տեսակետից, որ Փաշինյանը թռնում է։ Պուտինի ապագան պարզ չի, ինքը մնում է մենակ դեմարդեմ այդ խնդրի հետ։ Ինքը դրա համար անընդհատ պահանջներ է առաջ քաշում։ Պատասխանատվությունից է թռնում։ Ինչ պատասխանատվություն։ Մի քիչ քրեական պատասխանատվություն Ալիևի տեսակետից պատասխանատվությունից թռնում է։ Սեփական ժողովրդին կարող է ասել այդ մատաղարեցինք ձեր երեխաներին եւ արցախցիների հայրենիքը արեք ձեզ ուրախացեք դրանով չէ իրական Հայաստանը սա է միտքը գաղափարը որը որ ամեն մի հարթուկից դուրս է գալիս չէ այդ բանի պետական քարոզչության այսօր որ Արցախը կույրաղիկի պես բան էր հարկավոր էր կտրել հեռացնել հիմա կյանքը լավ կլինի իսկ մեկ վարքյան խնդրում եմ մեկ րոպեից ես այո Ալիևը մնում է այդ միջազգային քրեական դատարան, բան եւ այլն այդ պատասխանատվությունների տակ իրան իհարկե դա հարմար չի։ Ինքը դրա համար ուզում է պահել Փաշինյանին միասին դիմել Մինսկի խմբի լուծարման համար։ Միասին, չգիտեմ ինչ անել, այնտեղ Դե սահմանադրություն են արդեն փոխել։ Սահմանադրություն փոխել, այո, երկարացնել այդ process-ը։ Կարծես դրա մասին էր։ Դե տեսեք Փաշինյանն էլ չի կարող Ալիևին գցել, ինքը ստիպված է այդ ամեն ինչը, այսպես ասած, կրկնել։ Քաղաքական պատմության մեջ 120 կուսակցություն այո գրանցված կա։ Եթե նայեք գրանցման ամսաթվերը, որպես կանոն ընտրություններից
1 տարի առաջ եւ ընտրություններից կես տարի հետո հիմնականում կուսակցությունները ընտրությունների համար են ստեղծվում։ Հա, տրամաբանական է դա, ԱՄՆ-ում եւս 100 ավելից կուսակցություն կա, երկուսը ֆեդերալ կուսակցություններ են, բայց նահանգներում ամեն մի նահանգում իր կուսակցությունները կան, 50 նահանգ են եւ բազմաթիվ կուսակցություններ կան, որոնք որ միավորվում են, այդ դրա համար ԱՄՆ-ի հետ ստեղ համեմատությունը այդքան էլ ճշգրիտ չի։ Գործնականում 120 կուսակցությունից, եթե դուք նայեք ով է հաշվետվություն հանձնում, որ ունի ֆինանսական ընթացիկ ռեսուրսներ, երևի 5-6-ը, մնացած բոլորը 0 են։ Այսինքն կուսակցությունների իրավիճակը հետևյալն է։ Ժողովուրդը չի ֆինանսավոր, մարդիկ, սոցիալական խմբերը տարբեր, օրինակ, աշխատավորները ի վիճակի չեն, մշակույթը չկա, կորել է, անցել է սոցիալ-դեմոկրատական թևի կուսակցությունները, որոնք որպես կանոն հենվում են անհատների փոքր ամսական աջակցության վրա, սոցիալ-դեմոկրատական, սոցիալիստական, կոմունիստական այդ հատվածը զանգվածային կուսակցություններ են, այսպես ասած։ Ոչ ոք ի վիճակի չի ունենալ ընթացիկ գործունեության համար ֆինանսավորում, որովհետև աշխատավոր ժողովուրդը, վարձու աշխատողները փոխադարձ այստեղ չեն տեսնում այն կուսակցությունները, որոնք որ կային կորցրեցին այդ դաշտում վստահությունը, բացի այդ եւ հանրությունը, ինչպես հարցումները ցույց են տալիս, 80% երբեք գումար չեն տվել ու չեն համարում ճիշտ տալ կուսակցություններին։ Դեպքում ով է ֆինանսավորում կուսակցությունների գործունեությունը։ Բուրժուազիան, խոշոր բուրժուազիան։ Հայաստանում դա անում է խոշոր բուրժուազիան, անում է պետական հսկողության կամ պետության հետ համաձայնեցված եղանակով, ձևերով, սպոյլերական երևույթը, դա կուսակցություններ են, որոնք որ գրանցվում են ընտրություններից առաջ, ստանում են ինչ որ մի 50-60 միլիոն, այսպես ասենք, դրամաշնոր, հա, օլիգարխիայից որպես կանոն, կամ պետության այլ օղակներից կամ Ռուսաստանի Դաշնությունից, դրսի ինչ որ բաներից, հիմնականում ձայները փոշիացնելու համար։ Այդ կուսակցությունները չէին ստեղծվի, եթե չլիներ այդ շեմը։ Հիմա շեմ գոյություն ունի, չէ, որ 5% շեմ ենթադրենք պիտի կուսակցությունը հավաքի, որ անցնի ազգային ժողով։ Եթե այդ շեմի օրինական բանը չլիներ, 120 կուսակցություն չենք ունենա։ Եթե համեմատենք մինչև այդ կանոնի մտցնելը եւ այդ կանոնից մտնելուց հետո ինչպես է դինամիկան կուսակցությունների գրանցման, կտեսնեք, որ ավելի շատ կուսակցություններ գրանցված են, երբ որ համամասնական համակարգ ներդրվեց, ստեղծվում են ձայներ, մարդիկ ովքեր որ ընտրություններին մասնակցում են, ձայներ փոշիացնելու համար հայրենասեր են։ Մեծամասնությունը սպոյլեր է, նայեք արդյունքները անցյալ ընտրությունների եւ այլն։ Միավորվելու հարցը բոլորից քիչ Հայաստանում վերաբերվում է ինձ որպես քաղաքական գործչին։ Անցյալ ընտրություններում միավորվել էր 5 կուսակցություն Ազատ հայրենիք դաշինքում։ Պիտի ունենանք այն, ինչ որ ունենք այս պահին բաց աչքերով դրան նայելով։ Իսկ նման միավորումները ոչ ընտրողներին են բան տալիս, տվեց Ազատ հայրենիք դաշինքի միավորումը ընտրողներին որևէ բան։ Ոչ։ Մեր վրա ճնշում էին այսենց զանգերով, բաներով, միավորվեք։ Մենք ժամանակի մեծ մասը ծախսեցինք նրա վրա, որ այդ 20 կուսակցությունների հետ միավորվելու, չգիտեմ ինչի եւ այլն։ Իզուր տեղը կորցրած ժամանակ, իզուր տեղը այսպես դոփել ենք տեղում առանց էլ արտահերտ ընտրությունների կարճ բանում, որովհետև սպասում են սրանք ամեն մի միավորումը իր, չէ, սկզբունքներ, բաներ համաձայնացրա եւ այլն մյուս։ Դա հենց այնպես խոսակցություն է միավորվելու մասին մի խոսք։ Այսինքն մենք ունենք ես sense եմ հիմա նայում, պիտի լինի առաջնորդ եւ առաջնորդի շուրջ միավորում, ոչ թե կուսակցական, այլ
Անհատական, որովհետև երբ որ կուսակցական միավորումը դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ գալիս է մի խումբ մարդիկ ու ասում են մեզ ցուցակում 8 հատ տեղ տվեք, չէ՞, խի, որովհետև մենք կուսակցություն ենք, դա բերում է անվերջ բանակցությունների, որովհետև եթե 20 կուսակցությունն էլ ամեն մեկը տենց է ուզում, դառնում է եսի մի։ Վատ է վիճակը, գան է, իրենց որ նայեք, իրենց վիճակը ներվային են, տենում եք ինչ բաների մեջ են։ Հա, բայց խաղը բոլորը նայում են իրենց կատաստրոֆա բոլորի համար։ Հիմա իշխանությունների համար հարկավոր է, որ փոքր մասնակցությունով ընտրություն լինի։ Դե դրա համար էլ այս տրամադրությունները դուք ներկայացրեցիք, գրեթե 70%-ը ոչ մեկին չեն պատրաստվում ընտրել։ Դե չեն վստահում, այսպես ասենք։ Չգիտես, իրենք կգան ընտրությունների, չեն գա, դաշտը հարկավոր է սպոյլերներով լցնել այդ բանի համար։ Լավ, մի խոսքով փակ է ճանապարհը, դուք ասում եք նախ Չէ, մեծ փակ է աշխատանք է ճանապարհը։ արվում, հենց այնպես ոչ մի բան չի լինում։ Իշխանությունը այսօր ունի շատ բարդ խնդիր, ինչպես փոքր աջակցության պարագայում վերարտադրվել, ընդդիմությունը նույն խնդիրը ունի, ինչպես այսպես ասած առանցքից ընդհանրապես դուրս չընկնել, բոլորը միասին խնդիր ունեն թույլ չտալ երրորդ ուժերին, նոր առաջնորդություններին, բոլորը այս թվարկածները միասին են այս հարցում։ Եվ այդ երրորդ ուժն էլ առաջնորդ չկա այդ մեկը, ով կկանգնի մրցակցության մեջ կմտնի։ Հա, ուզում են, բայց պիտի իրենք կարողանան այդ հաղթահարեն այս բոլոր խնդիրները։ հաղթահարեն այդ ֆինանսական, բոլոր ճանաչելի լինելու, վստահություն ձեռք բերելու եւ հա, մտնեն կոնֆլիկտի մեջ, դա էլ է տեխնոլոգիա։ Ինչ որ մի բանով մտնում ես կոնֆլիկտի մեջ, դառնում ես կենտրոն, բայց չունենք այս պահին։ Իսկ թվում է դեռ մարդիկ համարում են, որ մի տարի կա, ֆալշ ստարտ չլինի, շուտ սկսես, շուտ գլխին կստանաս եւ այլն, որովհետեւ մի շարք չափանիշներ կան, որոնք առաջնորդին հարկավոր է ունենալ ռեպրեսիաների դեմ կայունություն, ինքը պիտի ունենա այսպես քիչ խոցելի տեղեր եւ այլն եւ այլն ու եւ այլն մյուս այս պահի դրությամբ մենք չունենք, չենք տեսնում։